Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս էր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ժամանակին երդասարդ տղամը գոչում գզկա իր մեջ վանք մտնելու եւ վանական դառնալու։ Այս երդասարդը շատ նախանցախնդիր է եւ շատ բարեբաշտ։ Ոստի գուզե վանական կյանքը սկսիլ ուղիղ ցևով, հետևաբար գուզե հանդիպիլ ամենեն հրճագավոր ու սուրբ նկատված վանականին, որբեսի անգե խորուրդ հարցներ, թե ինչպես պետք է սկսեր վանական կյանքը, որբեսի ըսկիզբեն ուղիղ հիմքի վրա լար եւ այդպես ընթանար իր վանականության մեջ։ Կհանդիպի այս վանական մեծ սուրբին սպիտակ մազերով, սպիտակ երկար մորուքով, սրբագենցաղ վանակամը եւ երդասարդը նորընձան գսե վանահոր գաղաչեմ քեզի ըսե ինձի ինչպես կրնամ իմ վանական այս կյանքի առաջին իսկ օրը սկսիլ ուղիղ ցևով ապրելով, որովհետև գուզեմ ամբողջ կյանքիս ընթացքին դիրոջ ցայնին հետևիլ։ Վանական ձերունին դեսնելով այստեղու մեջ հավատք ու անկեղծություն անոր գսե որդյակ այս թիմացի մոդագա փլուրին վրա ինչ կտեսնես դրան գսե քերեզմանոց վանականը գսե շատ բարի ուրեմն քնա այնտեղ գանքն է ամենեն բարձր գեդին եւ այնտեղ են բարձրացային լավակույն բարերը լավակույն խոսքերը սե այդ քերեզմանի մեջ թաղված ննչեցյալներուն այս երդասարդը գհնազանդի վանականի խոսքին բադվերին ու գմեգնի թիմացի մոդագա քերեզմանոցը գբարձրանա ամենեն բարձր գեդին վրա գանքնի եւ այդտեղ են գսկսի բարձրացային ըսել ով երանելի սուրբեր դուք սրբագենցաղ մարդիկ եք դուք աստուծո օրտնյալ զավակներն եք դուք որ ձեր կյանքը ապրեցաք առաքինություններով բարեգործությամբ ձեր հիշադակը անթարամ պիտի մնա եւ այսպես ինչ որ բարի խոսքեր գիտեր այդ ննչեցյալներուն բարձրացային գսե ու գվերաթարնա վանականի մոտ վանականը գսե հա որդիս ինչ եղավ ըսիր գսե այո վանական ըսի ամենեն լավ խոսքեր անոնցսի վանականը հարցնե իսկ ինչ պատասխանեցին անոնք զարմացած երդասարդ գսե ոչինչ բան չպատասխանեցին ձերուկ սրբագենցաղ վանական այս անգամ երդասարդին գսե շատ բարի հիմա դարձյալ կնա նույն քերեզմանոցը Փարսացիր դարձյալ ամենեն բարձր գեդին վրա եւ այդ դեղեն այս անգամ ամենեն վատ խոսքեր անոնցս է ամենեն դկե խոսքեր անոնցս է այս երդասարդը գնազանտի սրբագենցաղ վանականի պատվերին ու գերտա քերեզմանոց եւ գգանքնի բարձր դեղմը եւ գսկսի ասել թուք իժերու ծնունդներ եք թուք անօրեններ Թուք մեղավորներ եք, հողինդակ փճացած արդեն փդած ոսկորներ, թուք ձեր հոր սատանայի զավակներն եք, եւ այսպես երդասարդը ինչ որ դկե խոսքեր, վատ խոսքեր կա, այդ քերեզմանոցի մեջ բարձրացային գսե ննչեցյալներուն
ու իդ կվերաթարնա։ Կվերաթարնա ձերուկ վանականի մոտ։ Ձերուկ վանականը գսե, ինչ եղավ։ Ասիր ասելիքը գսե այո, ինչ որ վատ խոսքեր գար ասի։ Վանականը գարցնե։ Եվ ինչ պատասխանեցին անոնք։ Գսե, ոչինչ։ Ովև մեկ ցայն չլավ, ովև մեկը չպատասխանեց։ Այդ ժամանակ սրբագենցաղ վանականը երիտասարդին գսե, ահա այդպես պիտի ըլլա քու կյանքը տալ վանք մտնելու առաջին վարյան հետ։ Աշխարհին համար մեռած պիտի ըլլաս, պիտի մեռնիս աշխարհին համար եւ պիտի ապրիս Քրիստոսի համար։ Ականջներդ պիտի փակվին աշխարհին եկած ամեն տեսակ խոսքերուն թիմաց։ Ըլլա կաչալերական, ըլլա քնահատական կամ ըլլա քնահատական ու վատ խոսքերուն թիմաց։ Եվ ականջդ պիտի փանաս Հիսուսին թիմաց, թե ինչ կսե անիկա։ Եվ իսկապես սիրելի քույրեր եղբայրներ, դժբախտաբար այսօր մենք գաբրինք այնպիսի կյանքի մեջ, այնպիսի ընկերության մեջ, որով մարդոց 95 առ 100-ը մտահոգ է թե ուրիշներ ինչ կսեն իր մասին։ Ուրիշներ ինչ պիտի ասեն, եթե այդպեսն է։ Ուրիշներ ինչ պիտի ասեն, եթե եկեղեցի երթա։ Ուրիշներ ինչ պիտի ասեն, եթե ավետարան գարտա։ Ուրիշներ։ Ուրիշներու համար, ուրիշներու խոսակցության համար գակվինք, ուրիշներու խոսակցության վրա գուտենք, ամեն ինչ ուրիշը։ Եվ սակայն չենք մտածել, որ կարևոր ուրիշը չէ, կարևորը որ Քրիստոս ինչ պիտի ասե մեր մասին։ Թող աշխարհը ադեզիս, թող աշխարհը փամփասեի մասիս, թող մարդիկ ղեկավարներ ամենեն վատ խոսքերը ասեն իմ մասիս, թող հրաբարակեն, ինչ կուզեն թող ասեն, որու հոգը կարևորը որ դերը ինչ պիտի ասե իմ մասիս, դերը ինչ պիտի ասե քու մասիդ, եթե մենք դիրոջ որդիներն ենք, ապա սիրելներ, երբ որ դերը վերաթարնա, մեր մասին չարախոսություն ընողները պիտի ահապեկվին, որովհետև պիտի բաժվին արդար Աստուծո աչքերուն թիմաց պիտի գանքնին ու պիտի չկարողանան Աստուծո աչքերուն նայել, դիրոջ աչքերուն նայել։ Եվ իսկապես պետք է սիրելիներ աշխարհին համար մեռած ըլլանք ու Քրիստոսի համար գենթանի։ Միշտ դժբախտաբար շատեր աշխարհին համար գենթանի գաբրին եւ Քրիստոս չունին իրենց մեջ։ Մտահոգ չեն որ դերը ինչ պիտի ասե իրենց մասին։ Այդ մարդիկ ինչ պիտի ասեն եւ այդպես շատեր կան որոնք գուզեն որ մարդիկ միշտ իրենց մասին խոսին։ Տեսեք Բողոս Արաքյալ ինչ կսե Քաղատացիներու նամակի 6-րդ գլխու 14-րդ համարի մեջ։ Գսե Քալովին զիքալիցի որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչեն զատ ուրիշ բանով բարձենամ, հիմա շարունակությունը, այդ խաչին միջոցով աշխարհը մեռած է այլևս ինձի համար, ինչպես ես մեռած եմ աշխարհին համար։ Մեռած է այլևս աշխարհը ինձի համար, ես աշխարհին համար։ Սիրելի քույրեր եղբայրներ, աշխարհին համար չաբրինք, աշխարհը մեր մեջ չաբրի, այլ Քրիստոս մեր մեջ թող ապրի։ Դարձյալ Քաղատացիներու նամակի այս անգամ 2-րդ գլխու 20-րդ համարին մեջ նույն Բողոս Արաքյալը գսե. այո, Քրիստոսի հետ խաչին վրա մեռա եւ այլևս գենթանի եմ, ես չէ որ գաբրիմ, այլ Քրիստոս է որ գաբրի իմ մեջս։ Ես չէ որ գաբրիմ, այլ Քրիստոսի մեջս գաբրի։ Այս կյանքը որ այժմ գաբրիմ մարմնով, գաբրիմ հավատալով Աստուծո որդին, որ զիս սիրեց եւ իր կյանքը զոհեց ինձի համար։ Եղբայրներ եւ քույրեր, Քրիստոսի համար ապրինք, Քրիստոսով ապրինք, Քրիստոսի մեջ ապրինք։ Աշխարհը գրնա այսօր մեր մասին քնահատական խոսքեր ասել, վաղը քննադատական։ Աշխարհը գրնա այսօր ծիծաղիլ մեզի հետ, վաղը ծիծաղիլ մեզի թեմ, մեր վրա։ Այսօր մարդիկ գրնան այսպես ասել, վաղը այդպես ասել։
Ինչու համար ազդվինք մարդոց խոսքերեն։ Մարդիկ կան, որոնք հոգեբանական ահավոր վիճակի մեջ գինան, երբ գլսեն, որ մարդիկ իրենց մասին վադապանություն հրածեն։ Բողոս արաքյալ սկանչելի խրատ մգուդա հավատացյալ դերուն։ Գուզեմ ցեզի ընթերցել սիրելներ։ Երկրորդ Գորընթացներու նամակին մեջ 6-րդ գլխու գարտամ ցեզի 8-ն 10 համարները արաքյալը գսե մի այլայլիկ ոչ փարքեն ոչ անարքանքեն ոչ կովասանքեն եւ ոչ մեղատրանքեն տեսակ սիրելներ մի այլայլիկ ոչ կովասանքեն ոչ ալ քննադատութենեն վատ խոսքերեն մարդիկ մոլորած թող սեբեն մեզի մենք գիտենք թե ճշմարտութենեն չենք շեղած թող չուզեն մեզ ջանչնալ մենք գիտենք թե մեզ լավ կջանչնան թող մերած սեբեն մեզ մենք ահա գենթանի ենք թող մեզ բաջաբարդ համարեն մենք գիտենք թե մահվան դադարդութենեն ազատած ենք թող մեր կյանքը դխուր գարձեն մենք միշտ ուրախ ենք աղքատ թող սեբեն մեզ մենք շատերու կյանքերը կջոխացնենք այո գտվի թե ոչինչ ունենք մինչդեռ ամեն ինչ ունենք ով որ Հիսուս Քրիստոսը ունի ամեն ինչ ունի եւ ով որ Քրիստոսի մեջ կապրի ով որ Քրիստոսի համար կապրի աշխարհին համար մեռած կլա եւ Քրիստոսի համար կապրի սիրելի քույրեր եղբայրներ եկեք մեր քրիստոնեական կյանքը գիտակցական կյանքով ապրենք ոչ թե բարձաբես ասենք քրիստոնյա ենք երթանք երբեմն եկեղեցի քանի րոպե ներս մտնենք մոմ վարենք ու վերջ ադիգա քրիստոնեություն չէ քրիստոնյան այն մարդն է որ այս կյանքին մեջ մեռած է աշխարհին համար եւ աշխարհն ալ իրեն համար մեռած է եւ Քրիստոսի համար է որ գաբրի ու Քրիստոս է որ իր մեջ գաբրի հետեւաբար այլևս ծեր հոգը թող չլա որ մարդիկ ծեր մասին գփամփասեն գչարախոսեն գզրբարդեն ինչ կուզեն թող ասեն չէ որ այս կյանքին հետ ամեն ինչ պիտի գործի ու անհետանա երբ Քրիստոս վերադառնա ահա այն ադեն է որ դերը պիտի ասե իր գարձիկը մեր մասին գեհիշեք Փարիսեցի եւ Մաքսավորի արագը Փարիսեցին ինքզին կկովեր Աստուծո դաջարին մեջ Մաքսավորը իր գուրտքը ձեզելով ինքզին մեղավոր գերչագեր Մարտոց աչքին Փարիսեցին էր արդարը Մաքսավորը մեղավորն էր Փարիսեցին էր Մարտոց համար որ տրախ պիտերտար իսկ Մաքսավորը թժողք մինչդեռ Հիսուս արագը բատմելեն վերջ եզրագացուց Ճշմարիտ գսեմ ցեզի Մաքսավորն էր որ արտարացած դուն քնած ահա սիրելի քույրեր եղբայրներ վերջին խոսքը մեր դերը բիդսե մեր հայրը բիդսե ինչ կուզեք որ ասե դերը մեր մասին իմ մասիս քու մասիդ բոլորիս մասին երբ վերադառնա եթե այսպես մտածենք այլևս սիրելներ չենք հոգ ըներ որ մարդիկ ինչ կսեն մերելի բես կլանք անոնց դիմաց թողսեն մեզի ինչպես որ վանական այս երդասարտը նորընձան երբ մերելներուն խոսեցավ լավ խոսքեր կամ վատ խոսքեր անոնք չաստվեցան նույնպես ալ մարդիկ լավ խոսքեր գսեն թող իրենք օրտվին վատ խոսքեր գսեն թող իրենք դարձիկան իսկ մենք Քրիստոսով ապրենք եւ ուզենք մեր սրդին խորքի մեջ որ դերը իր վերաթարցին քնահատե մեզ ու մեզ առաջնորդե հավիտենական կյանք Աստված ցեզ արադաբեստողորտնե բարի եւ օրտնյալ օր ծեր բոլորին